Եկեք ձեզ ապացուցեմ, սիրելի հայրենակիցներ, որ 2018 թվականի թոշակով այսօրվա թոշակառուները համեմատաբար ապրում են կամ նույն ձև, կամ երբեմն նաև ավելի լավ, քան 2026 թվականին բարձրացված եւ այդքան թմկահարված թոշակով, որով փյարվում են նախընտրական քարոզ են անում, նվազագույնը 16000 էր, դարել է 46000, տեսեք, ինչքան է բարձրացել։ Ես սրան անդրադառնում եմ, որպեսզի պաշտոնական թվերով, պետական վիճակագրական ծառայության թվերով հիմնավորեմ իմ նախկին տեսանյութը, որից հոգեխանգարմունքի մեջ են հայտնվել Նիկոլի կողմնակիցները, նրա ֆեյքային ֆաբրիկաները, որոնք մինչև գիշերվա ես իմ քանեսը մեկնաբանություններով եւ ռիփորտներով արձակվել էին իմ Facebook-յան էջի վրա, որը ի դեպ դրանից առաջ էլ արդեն ամսից առաջ էլ տեսանելիությունը ընկել է եւ դրա համար ես ձեզ կխնդրեմ ակտիվորեն հավանել, տարածել, մեկնաբանել այս տեսանյութը, որովհետեւ ես ներկայացնելու եմ պաշտոնական թվեր եւ այդ թվերով ապացուցելու նրանց կեղծիքը։ Տեսեք, նրանք տարածում են քարոշչական հետեւյալ պաստառը։ 16-ից դարձել է 46, իսկ սա ինչ է նշանակում։ Սա վերաբերում է ոչ թե ընդհանրապես թոշակներին, այլ նվազագույն թոշակին, ճիշտ է։ Բայց գոյություն ունի գնողունակություն հասկացություն, սիրելի բարեկամներ։ Մենք պետք է հասկանանք 16000-ով, օրինակ, նախ որքան մարդեր այդքան թոշակ ստանում, մենք իմանում ենք պաշտոնական թվերով, որ այդքան թոշակ ստանում էր բավական քիչ թվով թոշակառու, եւ միջին թոշակը մտեք պետական վիճակագրական կոմիտեի կայք, գտեք 2018 թվականի հաշվետվությունը եւ տեսեք, որ այնտեղ հիմա ես ձեզ ցույց եմ տալիս։ Միջին թոշակը 41000 էր։ Այսօր այդքան բարձրացումներից քեշբեքերից հետո միջին թոշակը դարձել է 55-ից 59000։ Այսինքն իրականում թոշակը առհասարակ բարձրացել է ընդամենը 10000 դրամով եւ մի քիչ էլ քեշբեքի շնորհիվ ավել։ Ամենակոպիտ հաշվարկով չնայած իրականում թոշակառուների ճնշող մեծամասնությունը այսօր 350-ից ես ձեզ ասեմ ընդհանուր թոշակառուների թիվը, որպեսզի պատկերացնեք, 497 մոտավորապես կես միլիոն թոշակառու է։ Նրանց ճնշող մեծամասնությունը 350-ից 400000-ը ստանում է հենց 46-ից մինչև 55-56000 դրամ թոշակ։ Հասկանում եք։ Իսկ միջին թոշակը 2018 թվականին, այսինքն նույն միջինացված թվով եմ ասում, եղել է 41000։ 10-15000, 20000 լավ ձեր խաթեր բարձրացումը։ Ինչ արժեր 2018 թվականին եւ ինչ արժե հիմա։ Մենք հասկանում ենք, որ համարյա թե նույնն է եւ մի քիչ էլ պակաս, եթե մենք հաշվի ենք առնում, որ թանկացել է ինչ-որ իմաստով գազի սուբսիդավորումի վերացումից հետո, աղքատ ընտանիքների կարիքավորների հաշվին թանկացել է գազը շատ թոշակառուների համար, եթե ժամանակին 85 դրամ էր, խորանարդ մետրը 100 դրամ էր, հիմա իրանք բոլորը վճարում են 143 դրամ։ Շատ բաներ են թանկացել։ Դուք ինքներդ խանութներում տեսեք 2-ից 3 անգամ ամեն ինչ թանկացել է, առաջին անհրաժեշտության ապրանքները։ Այսօր նվազագույն սպառողական զամբյուղ գոյություն ունի, որը անցնում է 80000 դրամից, 80-ից 90000 դրամի։ Այսինքն մեր թոշակառուները կրկին աղքատ են եւ այն սուտը, որ հաղթահարել են նվազագույն պարենային զամբյուղ են նշում, տեսեք, մանիպուլյացիաների մի ամբողջ շքերթ է սա։ Նրանք նշում են պարենային զամբյուղ, այսինքն որ մարդը սովից չմեռնի։ Իրանք ասում են, որ թոշակառուն այսուհետ սովից չի մեռնում։ Բայց իրականում նվազագույն սպառողական զամբյուղով պետք է ասել, որովհետեւ թոշակառուն միայն հաց չի ուտում, թոշակառուն նաեւ կոմունալներ է վճարում, օգտվում է նաեւ ծառայություններից, տարբեր տրանսպորտ կլինի, վարսահարդարում կլինի, չգիտեմ, տարբեր ծառայություններից բնականաբար օգտվում են։ Դրանք նույնպես թանկացել են։ Հետևաբար պարենային զամբյուղով հաշվելը սխալ է։ Այսօր Հայաստանում թոշակառուների ճնշող մեծամասնությունը շարունակում է մնալ աղքատ եւ իրականում իր պարենային բավարարվածությունը չի մեծացել։ Հիմա ձեզ թվերով կոնկրետ։ Տեսեք, 2018 թվականին օրինակ ամենաշատ ինչ կարող է գնել սովորական մարդ առաջին անհրաժեշտության։ Բերեմ ձեզ հացի օրինակը։ Ամենակարևորը, չէ՞։ Որքան էր 2018 թվականին հացը, մատնաքաշը, այն սովորական չափի է, չեմ ասում, այս փոքր, որ այսօր համ գրամներն են քչացրել, համ ծավալն են քչացրել, համ գինն են բարձրացրել։ Արժեր 100-ից առավելագույնը 200 դրամ, իսկ այսօր այդ սովորական մեծ չափի, որ այսօր մեծ է, բայց ինքը սովորական նորմալ գրամով մատնաքաշը արժի 300 դրամից էլ ավել, նայած որտեղ։ Հիմա, եթե կոպիտ համեմատություն ենք անում միջին թոշակով 46000 եւ 59-ը, ես ճոխացնում եմ 59-ը, որովհետեւ 59-ը ոչ բոլորն են ստանում, սիրելի բարեկամներ։ Ճոխացնելով, մենք ինչ պատկեր ենք ստանում։ Օրինակ, 2018 թվականին 200 դրամ, էլի ճոխ թիվ եմ ասում։ 203 հատ մատնաքաշ կարար առներ թոշակառուն։ Այսօր կարա առնի 185 հատ։ Այսինքն -9% մենակ հացի ուղղությամբ։ Ինչ ավելի շատ առնում, ձու։ Ձուն
Ես 2018 թվին 60 դրամ է ցույց տալիս պաշտոնական տվյալներով, բայց մենք գիտենք, որ 50-ել է եղել, 40-ել է եղել, 30-ել է եղել։ Ամենաթանկ գինն եմ վերցնում 600 դրամ 10 հատ ծուն։ 46000 դրամով կարար առներ 68 պաշկա, իսկ այսօր 850-ով ենք հաշվում, 85 դրամով ենք հաշվում, երբ որ ձուն շատ տեղերում 90 է, 100 է, կարա առնի 70 պաշկա, այսինքն մոտավորապես նույնն է։ Մոտավորապես նույնն է, ես ասում եմ, ամենաբարձր թվերն եմ հաշվում, որ ձեզ չասեն ոմանք այդ պսևդոսուտասանները, որ այս է եւ այն է։ Պարենային ապրանքների ճնշող մեծամասնության դեպքում ինչ ասեմ, կարտոֆիլը 150-ից 200 դրամ էր, հիմա 300-350 դրամ է, մինուս էլի 10%, գնողունակության առումով, այսինքն 46000-ով ինչքան կարտոշկա կառնեիք եւ 59000-ով ինչքան կարտոշկա կառնեիք։ Եվ այսպես շարունակ, օրինակ, ձեթի մի լիտր ձեթը արժեր 600 դրամ 2018 թվականին, այսօր արժի 850-900 դրամ, մինուս 3%, այսինքն ավելի քիչ ձեթ կար առնի թոշակառուն։ Հիմա մենք հասկացանք, երբ որ խոսում եմ ես այդ թոշակառուի հետ, այդ մարդը ռեալ առևտուր է անում, համեմատում է, տեսնի ժամանակ քիչ էր վճարում, եւ այսօր իր ծախսերը էլի չի հասցնում, չնայած 10000 դրամ բարձրացումից։ Դա ի՞նչն է, դա ինֆլյացիան է։ Բայց միայն ինֆլյացիան չի գների հետ կապված, օրինակ զուտ ապրանքների հետ, պրիմիտիվ ապրանքների հետ, հա։ Թանկացել են ծառայությունները, թանկացել է կոմունալ վճարումները։ Իսկ ինչ վերաբերում է նվազագույն թոշակին, մենք ասեցինք 16000 էր, դարել է 46, բայց ինչու եք դուք նվազագույն թոշակը շեշտում, որովհետև ձեզ ձեռ է տալիս, չէ՞, դուք միջինը պետք է շեշտեք։ Դուք միջին թոշակ, օրինակ տեսեք, գիտեք մեկ էլ ինչն է ծիծաղելի, որ հաշվարկում են միջին աշխատավարձը, որը դարձել է 400,000։ Իսկ դա ինչ է նշանակում, որ իրենց բազմամիլիոնանոց պարգևավճարները, IT ոլորտում, բանկային ոլորտում, բիզնեսի աշխատավարձները աստղաբաշխական գումարում են ցածր աշխատավարձների վրա, բաժանում ընդհանուր աշխատողների թվի վրա, ստանում միջին 400,000, բայց միջինում 400,000 ինչքան մարդ է ստանում երկրում աշխատավարձ, չնչինչ, հա։ Հաստատ ամբողջ միլիոնանոց աշխատունակ բնակչությունը այդքան գումար չի ստանում։ Հիմա որտեղ իրանց ձեռը տալիս գնում են խոշորացում միջինացնելով, որտեղ իրանց ձեռը տալիս նվազագույնը ցույց տա, չեն գնում միջինացում։ Իսկ որտեղ պետք է ռեալ միջինացնեն, որպեսզի թիվ ստանան, որովհետև թոշակառուների 350-ից 400,000-ը 5 միլիոնի ստանում է ընդամենը 46-ից 55,000 դրամ թոշակ։ Իրանք գնում են նվազագույնն են հաշվում, իսկ նվազագույն թոշակ 2018 թվականին ստացել է ընդամենը 18000 թոշակառու սիրելի բարեկամներ։ Այսինքն այդ կես միլիոնի վրա տարածում են իբր կես միլիոն մարդ նվազագույնից 16-ից դարավ, այդպիսի տպավորություն է, չէ՞, ստեղծում, այդպիսի կեղծիք է, մանիպուլյացիա է։ Իսկ նվազագույն թոշակ ստացել է ընդամենը 17-18000 թոշակառու։ Նրանց թոշակը այո բարձրացել է, դարձել է մինչև նվազագույնը 46000 դրամ։ Այդքան մարդ կարող է գոհ լինել, բան չունեմ ասելու։ Բայց այդքան մարդու վճարունակությունը ես ձեզ ցույց տվեցի։ Եթե 16-19000 դրամով մի ժամանակ։ Իդեպ մի խնդիր էլ կա, նրանք աղքատության նպաստել էին ստանում Փարոսով, Փարոս ծրագրով։ Նիկոլ Փաշինյանը ծրագիրը վերացրեց։ Եվ եթե իրականում անկեղծ լինենք, նվազագույն թոշակը այդ տարբեր օգնություններով կազմում էր 22-23000 դրամ։ Եվ 22-23000 դրամ գնողունակությունը 2018 թվականին համեմատած այսօրվա 46000 դրամի գրեթե նույնն է, որովհետև ապրանքները ես ասացի առաջին անհրաժեշտության, նվազագույն սպառողական ապրանքները թանկացել են 2-ից 3 անգամ։ Հետևաբար այս կեղծիք, այս սուտը ընդունելը շատ դժվար է, որովհետև բարոյական կողմ ունի այս հարցը։ Երեսով էին տալիս Նիկոլ Փաշինյանը պարլամենտում երեսով էր տալիս, որ 10000 դրամ բարձրացնենք, որ ինչ անենք, հենա գնացեք առողջության ապահովագրությունից ընդունեք, որը կրկին մանիպուլյացիաների մի ամբողջ համակարգ է։ 500,000 թոշակառու, եթե ստանալու է պարտադիր առողջական ապահովագրություն, դա չի նշանակում, որ այդ բոլոր 500-ը, եթե կարիքը լինի, ստանալու են, որովհետև ոչ բոլոր հիվանդություններն են ծածկում, ոչ բոլոր դեղերն են ծածկում, հերթագրումներ են եւ որոշակի քվոտա կա։ Ամեն մարդու համար պետությունը վճարելու է 130,000 դրամ։ Դա առանձին թեմա է, որի մասին հետո կխոսամ։ Եվ եթե տարվա ընթացքում այդ լիմիտը սպառվեց եւ դուք գնացիք եւ այդ լիմիտը տեսակ սպառված է, բազմաթիվ հերթերից հետո կարող է գնաք հետազոտության, որը խիստ անհրաժեշտ է հիմա, բայց պարզվի, որ դուք հերթի մեջ եք 3-4 ամսից պետք է գաք։ Եվ դա կոչվում է ապահովագրություն։ Դա առանձին թեմա է, առանձին մանիպուլյացիա եւ կեղծիք է, որի մասին ես առանձին տեսանյութով կխոսեմ։ Մենք տեսանք պաշտոնական թվեր, սիրելի բարեկամներ։ Սա այս թվերը դուք կարող եք վերցնել պետական վիճակագրական ծառայությունից։ Ինչ վերաբերում այդ ֆեյքերին, որոնք դուք քսի եք տալիս, հա, մեր ճշմարտության վրա եւ թոշակառուների վրա փորձելով
այդ մարդկանց մանիպուլացնելով, նրանց հաշվին փյարվելով, ձեր քաղաքական վերընտրության հարցը լուծեք, հաշիվ տվեք ձեզ, որ այդ մարդիկ չնայած խորձերության հիմար չեն։ Եվ երբ ես խանութում նրանց հետ խոսում էի, նրանցից մեկի հետ, այդ մարդը ինքը հասկանում է, որ դուք իրան խաբում եք։ Եվ նրա հաշվին ուրիշներին մոլորեցնելը, որ ուրիշ մարդիկ մտածեն, վայ, մեր ծերունիները այսուհետև նորմալ թոշակ են ստանում, չկա նման բան։ 10,000 դրամ, 20,000 դրամ, այո, ավելացել է ընդհանուր միջին թոշակը։ Բայց այդ 10-20,000 դրամը 2018 թվականի համեմատ թանկացումների հաշվին, 2-3 անգամ թանկացումների հաշվին, ոչ միայն նույնացել է, հավասարացել է այն կենսամակարդակին թոշակառուների, որ կար 18 թվին, այլև ավելի է իջել, ես ասացի, գույքահարկ է թանկացել, կոմունալ ծառայություններ են թանկացել եւ այլ բազմաթիվ հարցեր։ Ընդհանրապես ամեն ինչն է թանկացել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ասում եք ամբողջ աշխարհում է այդպես, ամբողջ աշխարհում 10,000 դրամով թոշակը չեն բարձրացնում, դուք դա էլ հաշվի առեք, ամբողջ աշխարհում է։ Երբ ձեռ է տալիս, աշխարհին եք հղում անում, երբ ձեռ չի տալիս, ասում եք տարածաշրջանի աշխարհի ամենազարգացածն ենք։ Այդ էժան մանիպուլյացիաներով ու ստով, ինչքան էլ ժողովուրդը միամիտ է, շատերը կիսագրագետ, անգրագետ, երկար չեք ձգելու։ Հավանեք, տարածեք, բաժանորդագրվեք, մեկնաբանեք։ Եթե այլ հավելյալ ճշտումների կարիք ունեք, պաշտոնական թվերով կլինի, հիմնավորումներով կլինի, գրեք, ես կպատասխանեմ։ Նվազագույն թոշակը 16-ից 46,000 դրամ բարձրացնելով դուք լուծել եք ընդամենը 18-17,000 թոշակառուի մինիմալ կարիքները, բայց կես միլիոն թոշակառուի կյանքը բացարձակապես չի փոխվել եւ գնողունակությունը եւ նրա սպառողական զամբյուղի բավարարումը մնացել է 0 եւ -1 հարթությունում։